Ողջույն, ես Սուսաննան եմ Light Your Home-ից։ Այսօր ես ձեզ պատմելու եմ, թե ինչ են առոմա դեկորները, ինչպես են դրանք օգտագործում և թե ինչ տեսակներ ենք ներկայացնում մենք։ Առոմա դեկորները գեղեցիկ տեսք ունեցող, սովորաբար մոմի հիմքից պատրաստվող դեկորատիվ պարագաներ են։ Նրանք պետք չէ այրել և իհարկե պետք չէ հալեցնել։ Իրենք անուշաբերությունը տարածում են բարձր անուշահոտության շնորհիվ։ Մեր տեսականում դուք կգտնեք առոմա դեկորների այս տեսակները՝ առոմա փայտիկներ, որոնք նախատեսված են սենյակում, սրահում, լոգարանում անուշահոտություն տարածելու համար։ Առոմա սալիկներ։ Առոմա սալիկը անուշաբույր կախվող դեկոր է։ Այն օգտագործում են սենյակում, լոգասրահում, տարակում, ինչպես նաև ավտոխցիկում անուշահոտություն տարածելու համար։ Առոմա քարեր։ Պետք է լցնել որևէ տարայի մեջ, ինչպես նաև կարող են հետաքրքիր լրացում լինել այլ դեկորների կողքին դրվելով։ Անուշահոտությունը տարածում են 2-ից 3 ամիս, իսկ հետո կրկին կարող ենք վերականգնել բույրը, ցողելով դրանք եթերային յուղերի կաթիլներով։ Դիֆուզոր։ Դիֆուզորի անուշահոտություն տարածելը տեղի է ունենում տարայում առկա հեղուկի շնորհիվ։ Անուշահոտության տարածման ուժգնությունը կախված է օգտագործվող փայտիկների քանակից, իսկ դրանց քանակը որոշում եք ինքներդ։ Անջերմ և հաճելի մթնոլորտի համար շատ կարևոր է անուշ և ճիշտ բույրի ընտրությունը, իսկ առաջարկվող դեկորները հարմար են օգտագործման մեջ, քանի որ լրացուցիչ ուշադրություն և գործողություններ չեն պահանջում։ Դրանք պարզապես գեղեցիկ կերպով լրացնում են ինտերիերը և տարածում են անուշահոտություն։ Առաջարկվող բոլոր դեկորներն ունեն նաև գեղեցիկ փաթեթավորում, ինչը դրանք դարձնում է նաև հրաշալի նվեր ձեզ և ձեր հարազատների համար։ Իսկ մենք սպասում ենք ձեզ և ձեր հարցերին մշտապես և շատ սիրով։